Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր հարթակում ենք, ուղիղ մեծ բեմի տակ։ Երաժիշտների կուլիսային կյանքի մասին պատմող դրամատիկ նոր ներկայացումը խաղում են հենց կուլիսներում, որտեղ հանդիսատեսի համար դռները միշտ փակ են, բայց ոչ այս անգամ։ Ներկայացնում են գերմանացի գրող, կինոսցենարիստ Պատրիկ Զյուսկինդի 1980 թվականին գրված կոնտրաբաս պիեսը, բեմադրության ռեժիսորը Ելենա Վարդանյանն է։ Այս պիեսում կոնտրաբասահարին շատ քիչ է հենց կին մարմնավորել, չնայած այն բեմադրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Մենք արեցինք այդ էքսպերիմենտը։ Չնայած որ սա մոնո ներկայացում է, բայց գլխավոր հերոսից բացի բեմում կլինի եւս 4 դերասան, որոնք կամբողջացնեն ներկայացումը։ Տղամարդու ձեռագրով տղամարդու մասին գրված պիեսում պահպանել ենք բուն ասելիքը, տեղ-տեղ հաղորդելով կանացի զգացմունքայնություն։ Կոնտրաբասահարի դերում Լիլիա Մուկուչյանն է, խոստովանում է, մինչև վերջին վայրկյանը երբ մտում էր, ընդունել առաջարկը, թե ոչ, ի վերջո հաղթել է ռեժիսորը, ըստ դերասանուհու պիեսը մեծ ասելիք ունի եւ յուրաքանչյուր հանդիսատես իրեն հարազատ ինչ-որ բան կգտնի այս կերպարում։ Խաղում եմ տղամարդու կերպար, ինչի մասին շատ երկար տարիներ է արդեն երազում եմ, ինքս չունեմ դրա բացատրությունը, չեմ կարող ասել ինչու դերասանուհին կարող է երազել խաղալ Յագո կամ մեկ այլ խոշոր դեր, որը գրված է տղամարդու համար։ Ներկայացումը դարձավ մարդու մասին եւ որևէ ծրական տարբերություն չկա, այստեղ դուք կտեսնեք մարդ, որը խոսում է իր մասին, խոսում է շատ հոգեբանական խտացված վիճակում է գտնվում այս մարդը եւ դա գրել է հրաշալի դրամատուրգը, հա, Զյուսկինդը։ Այս ներկայացումը կարող է հանդիսանալ շատ հոգեթերապևտիկ, հա, եթե այսպես ոնց որ հոգեբանական ինչ-որ հայելի լինի, որտեղ դուք նստած եք, եւ այս հայելին բավականին դաժան հոգեբան է։ Նա բոլորովին նուրբ չի խոսում, նա բոլորովին, այսպես ասած, նամյոկներ չի անում, հա, ակնարկներ չի անում, նա ուղիղ ասում է։ Գլխավոր հերոսն ասում է այն, ինչը բոլորը գիտեն, բայց լռում են։ Ելենա Վարդանյանի ու Լիլիա Մուկուչյանի այս գործակցությունը խորվելուծական է անձի մասին սեփական եսը բեմում տեսնելու, վերարժևորելու անցյալն ու վստահ գնալու դեպի ապագա։ Ներկայացման մեջ մի հրաշալի մենախոսություն կա, դերասանուհին ասում է, յուրաքանչյուրն իր տեղում անում է այն, ինչ կարող է, եւ սա շատ կարեւոր է։ Մենք բոլորս էլ երբեմն հուսահատվում, թևաթափ ենք լինում, սակայն պետք է չհանձնվել եւ շարունակել պայքարել այս կյանքում քո սեփական տեղի համար։ Սա է ներկայացման բուն ասելիքը։ Կոնտրաբասի հանդիսատեսի համար սա լավ առիթ է բացահայտելու ոչ միայն ներկայացման ասելիքը, այլև միաժամանակ թատրոնի հետնաբեմն ու հետկուլիսային կյանքը։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։